Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք հավով շատ համով ուտեստ, որի սոսը մի քիչ ցենց գծու է, մի քիչ քաղցր է, մի քիչ սխտորային համ կա մեջը ու իդեալական վերջավորություն ունի, այսինքն ինքը քանի որ վերջավորության ավելացնելու ենք իրեն հետ բրինձ, ինքը դառնում է մի հատ ամբողջական ուտեստ։ Այո, պատրաստելու ենք հավ, մեղրով, սոյա սոսով, շատ հետաքրքիր համադրությամբ ուտեստ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է հավի պուտ։ Պատրաստելու ենք մի բաժակ դասական բրինձ, կես բաժակ մեղր, կես բաժակ սոյա սոս, 4-ից 5 բջիջ սխտոր և 2 ճաշի գծալ քերիչով անցկացրած իմբիր, 150 գրամ կարագ, մի գլուխ բրոկոլի, 4-ից 5 հատ կանաչ ցող։ Օգտագործելու ենք կունջուտ, օսլա, սխտորի փոշի և օրիգանո, թափ նուտելեհ, դարչինի փայտիկներ, կարմիր բղբեղի չիլի պատիլներ, պապրիկա, աղ և սև բողբեղ, ջուր, շատ լավ որակի ցտավրից հետ։ Քանի որ հավ ենք օգտագործելու, իհարկե մենք զանգեզուրի հավն ենք օգտագործում։ Այսօր մենք որոշել ենք բուտ օգտագործել, այստեղ արդեն բանալու եմ բուտը ու հետո marination եմ անելու, այսինքն մարինատ եմ անելու ու մի քիչ թողելու եմ, հետո տապակելու եմ։ Տապակելուց հետո ավելացնելու ենք չերոց կամ ուղարկելու ենք չերոց։ Իսկ իհարկե, եթե քանի որ մենք եթերային պայմաններում ենք անում, մենք չունենք այնքան երկար ժամանակ, որ marination անենք, բայց դուք կարող եք դունը նույնիսկ մի օր առաջ marination անել, թողնել սառնարանում ու երկրորդ օրը տապակել կամ պատրաստել ավելի համով լինում։ Միշտ հավը շատ է սիրում marination կամ մարինատ։ Այսպիսի ինչ որ մի բան։ Հիմա մեր հավերը համեմ ենք, որպեսզի տապակենք։ Հոպա։ Հաջույքը այս մեր համեմունքները գդրելուց։ Տեսակ ինչքան հարուստ եմ ես համեմունքներով։ Իմ համար, իմպես մարդկանց համար մարանիգը տենց լավ գործ անում, որ մեզ բաց չի թողում ոչ մի համեմունք, որ մենք ինչ որ շուկաները մանկանք եւ ասենք, որ այս ինչը չենք գտնում եւ այլն։ Ինքը ամեն ինչ ունի, ամեն ինչ լավ որակով ու ապահովում է մեր ճաշերի հիմքը։ Ցտաբտրից հետ սխտորի փոշի, օրիգանո և ցերնոց։ Նախ խառնում ենք, որպեսզի հավին մեջը այդ համեմունքները հասնեն։ Նայեք, այսպիսի բան ենք ունենում։ Կարող ենք մի հատ էլ ձագձգել կամ ձագձգել։ Եվ արդեն պատրաստ ենք տապակելու։ Հիմա հավերը, քանի որ պատրաստ են, այստեղ առաջինը պետքա սխտոր եւ իմբիրը տապակենք։ Քանի որ չեն ճզմված, պետքա ճզմենք։ Սկզբում կճզմեմ սխտորը, հետո քերիչով կանցկացնեմ իմբիրը։ Ամենասկզբում պետքա տապակենք, որպեսզի իրենք այդ համը թողնեն մեր տապակին ու հետո արդեն ավելացնենք հավը։ Ոպս։ Ինչքան սխտոր տնեք, այնքան համով կլինի, որովհետև այս ճաշին մեջի քաղցրությունը, գծությունը եւ սխտորի համը իրար սենց ամբողջացնում են։ Ինձ չասեք, հետո սխտոր չեք սիրում, կնեղանամ։ Այս ճաշին այս չեն քաշվում։ Սխտորից պատրաստ է։ Հիմա իմբիրը կարող ենք մի թեթև գեղվել կամ գեղևազրկել այս կողմը ու արդեն քերիչով անցկացնենք։
Ահա, իմպիրներ ունենք, արդեն պատրաստ ենք։ Ավելացում ենք տաբակի վրա մի քիչ սիտապտղից հետ։ Մի քիչ շատ։ Ավելացում ենք սխտորը և իմբիրը։ Մի տետև տապակում ենք։ Երկու վայրկյան ենք տապակելու ու ավելացնելու ենք հավը, որովհետև չենք թողնելու, որ սխտորը վարվի կամ այրի։ Ավելացնում եմ հավերը։ Հիմա ամեն մեկ կողմը 3-4 րոպե ուղղակի տապակում ենք, հանում ենք հավերը ու արդեն այս սոսի վրա պետքա պատրաստենք մեր իրական սոսը։ Մի ջաշի գտալ օսլա և ջուր։ Լավ խառնում եմ, խառնում ենք, հավերը հերացնում ենք տապակից, բայց լավ չէ տապակված, ինչ հերացնենք, չենք հերացնում, լավ, ավելացում եմ սոյա սոսը, մեղրը, պատերից վերցնում եմ այդ բոլոր համերը, չիլի ֆլեքսն եմ ավելացնում, խառնում եմ, արդեն տեսեք կոնսիստենսին ինչպես է։ Իսկ հիմա պետքա օսլան ավելացնել։ Լավ խառնում եմ։ Հիմա արդեն ստանալու ենք մի սոս, որը կունենա գաթի նման խտություն։ Արդեն մեր սոսը պատրաստ է։ Իսկ հիմա ինչ ենք անելու։ Մենք որովհետև ստեղ արդեն մենք թրել ենք հավերը, այս սոսը իրա վրա ենք ավելացնելու։ Իսկ հիմա կարող ենք մեր հավը ուղարկել չերոտ, բայց առաջ պետք է ավելացնենք բրոկոլին։ Այսպես հանում ենք։ Եվ հավերին կողքերը կավելացնենք։ Գնացինք։ Բրոկոլիներն արդրենք և արդեն կարող ենք ուղարկել չերոց։ Դե ինձ սիրելիներս, մենք լվանում ենք մեր բրինձը, դե իհարկե մարանիկից, այսօր օգտագործելու ենք դասական բրինձ։ Մեկ բաժակ եմ ավելացնելու, ընդեղ էլ արդեն ջուրը պատրաստել եմ։ Մի հատ լվանանք ու հետ վերադառնանք։ Գնացինք։ Մի հատ տախտակ ու արդեն ավելացնենք բրինձը։ Այս տեսակ ուտելիքների հետ, քանի որ սիրում եմ բրինձը լինի ստիմ վիճակ, այսինքն ոնց որ խաշած վիճակ, դրա համար ես չեմ խարգում բրինձը, այսինքն սոթե չեմ անում։
Իսկ եթե ուրիշ ճաշել լինի, ես կարամ սկիզբում մի հատ դապակեմ պրինցը, հետո ավելացնեմ ջուրը։ Ավելացնում ենք դարչինը, թափնուտերը, մի հատ մի քիչ կարակ, լավ խառնում եմ ու աղ։ Աղը շատ չի լինելու, որովհետև մեր ջաշը արդեն ինքը դեն սոյա սոսով է, երբ որ պրինցի հետ ենք ուտելու, իրան արդեն ավելացրել ենք, որպեսզի ամբողջացնենք այդ համը, կոմֆորտը, հանգստությունը եւ ոչ թե ավելի ուժեղացնենք համերը։ Ինքը պետք է հանգստացնի հավի, սոսի համերը։ Ահա։ Մի քանի րոպե թողում ենք ու արդեն գեփի։ Ստեղ ունենք կանաչ սոխերը, կարող ենք կտրատել, պատրաստել, որովհետև երբ որ հավը փերենք ջեռոցից, իրան ավելացնելու ենք վրան։ Մանր կտրատում ենք։ Մնաց մեզի քունջուտը, իհարկե մարանիկից պատրաստում ենք, որպեսզի ավելացնենք ամենավերջում։ Իսկ այս ամեն ինչը այսքան հեքիաթային եւ այսքան իդեալական չէ լինի, եթե մենք չօգտագործեինք զանգեզուրի հավերը։ Քունջուտը պատրաստ է, սոխը պատրաստ է, պրինցը գրեթե պատրաստ է, փլավը, գնանք նայենք մեր հավերը։ Վաու։ Դե ինչ, հավերն ես պատրաստ է, պրինցն ես 2 րոպե կուզե, արդեն ես պատկերացնում եմ այս համովությունները ոնց եք հիմա վայելելու ու հետո այս տավանդույթի վայելելու ենք սվիթնելայի շարոցները, բաստղները եւ սուջուխները համով։ Ես ուտելու եմ այսօր նրան շարոցը։ Քանի որ պրինցը կուզե մի քանի րոպե, ես քախնի խմելիքներս հանեմ, ի հայտ եւ խմեմ։ Իմ սիրած մազաս, մանգոյի։ Եվ այսօրվա մեր մեղրով եւ սոյա սոսով հապը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարյա խորժակ։ Դե ինչ, տեսակ արդեն։ Մեր այսօրվա ուտեստը պատրաստ է եւ պատրաստ է համդեսվելու շաղեկի կողմից։ Մի փոքր կտրում եմ հավից։ Շատ համով է։ Անպայման կպատրաստեք, ուզում եմ մի հատ էլ բրոկոլի ուտեմ, որ ամբողջական լինի։ Սոսի համերը շատ լավն են, իմբիրը դենց շատ ուժեղ չէ, սխտորը ուժեղ չէ, ենքաղցությունը եւ սոյայի սոսի աղիությունը եւ գծույթությունը շատ հետաքրքիր է, իդեալական համադրություն, անպայման պատրաստեք։ Իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 առավոտյան եւ ժամը 17:00 Կենտրոն TV եթերում։